աշխարհում Ուզում է որ շուտ մեծանա Իսկ մեծերը չգիտես ինչու Ուզում է նորից փոքրանա Ամեն փոքրիկ այս աշխարհում Ուզում է որ շուտ մեծանա Իսկ մեծերը չգիտես ինչու Ուզում է նորից փոքրանալ Պաղ պաղան կոնֆետներ, փուչիկներ Լիքը լիքը տատիկից կարդացած հեքիաթներ Իմ այս գիրքը կպահեմ որպես հիշողություն Իմ բարի մանկություն Պաղ պաղան կոնֆետներ, փուչիկներ Լիքը լիքը տատիկից կարդացած հեքիաթներ Իմ այս գիրքը կպահեմ որպես հիշողություն Իմ բարի մանկություն Սվաճանալ ուրախ տանալ բակում Սովորել գերազանց դպրոցում Տատիկիս է միշտ ուրախացրել Մանկությունս ուրախ վայելել Սվաճանալ ուրախանալ բակում Սովորել գերազանց դպրոցում Տատիկիս է միշտ ուրախացրել Մանկությունս ուրախ վայելել Լիքը տատիկից կարդացած հեքիաթներ Իմ այս գիրքը կպահեմ որպես հիշողություն Իմ բարի մանկություն Պաղ պաղան կոնֆետներ, փուչիկներ Լիքը լիքը տատիկից կարդացած հեքիաթներ Իմ այս գիրքը կպահեմ որպես հիշողություն Իմ բարի մանկություն Աղջիկներ, տղաներ Մանկության իմ ընկերներ Երբեմ այս թող հնչի Բոլորին զվարճացնի Պաղ պաղա կոնֆետներ, փուչիկներ Լիքը լիքը տատիկից կարդացած հեքիաթներ Իմ այս գիրքը կպահեմ որպես հիշողություն Իմ բարի մանկություն Պաղ պաղա կոնֆետներ, փուչիկներ Լիքը լիքը տատիկի կարդացած հեքիաթներ Իմ այս գիրքը կպահեմ որպես հիշողություն Իմ բարի մանկություն Իմ բարի մանկություն Եթե ուզում ես ու եթե դու երազում ես Օրերից մի օր հայտնի լինել ինձ պես Եթե ուզում ես մարիկին քո համոզում ես Որ թողնի քեզ հայտնվել ամսագրի մեջ Պետք է լավ երգել ու պարելուց բացի Դպրոցում լինել գերազանցիկ Sweet, 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 sweet baby Դե ալի դասի դու ինձ ընկեր Sweet, 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 sweetie baby Զարմանալի ու միրաշալի ուրախ ճանապարհ եք ընկել Sweet, 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 sweet baby Դե ալի դասի դու ինձ ընկեր Sweet, 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 sweetie baby Զարմանալի ու միրաշալի ուրախ ճանապարհ եք ընկել Мы привыкли с детства каждый день Приходить в любимый детский садик Просыпаться рано утром лень Что же тут поделать, если надо Разбегутся утром кто куда Старшая сестра и папа с мамой В школу, на работу, даже бабушка и та Учиться по делам своим упрямо Ну а мы спешим сюда Детский садик наш любимый Самый светлый и всегда Самый лучший и неповторимый Взрослые нас за руку возьмут И пойдем мы вместе утром ранним
здесь нас любят, здесь всегда нас ждут наши воспитатели и няни. Если завтра скажут мне опять: отдохни сегодня в воскресенье, буду я по садику любимому скучать, непременно все на удивление. Хорошо спешит с утра, позабыв про непогоду, любит очень детвора. Детский сад любое время года любит очень детвора. Детский сад любое время года. Детский садик очень любимый. Год за годом здесь проходит детство. Скоро мы расстанемся, увы, никуда от этого не деться. Мы желаем садика души, чтобы жил тут долго и богато. Пусть уходим мы, но будут снова малыши здесь расти, как мы росли когда-то. Наш любимый детский сад никогда не позабудем, и пускай года летят, мы тебя любить как прежде будем. И пускай года летят, мы тебя любить как прежде будем. Наш любимый детский сад никогда не позабудем, и пускай года летят, мы тебя любить как прежде будем. И пускай года летят, мы тебя любить как прежде будем. Мы тебя любить как прежде будем. Мы тебя любить как прежде будем. Այսօր մեր երեխաները հրաժեշտ են տալիս իրենց մանկության ամենաանհոգ շրջանին։ Այսօր մեր երեխաների կյանքի ամենալուսավոր էջերից մեկն է, եւ նրանք մեզ համար միջոցառում են պատրաստել։ Միջոցառում տնօրեն ուր այս պարտեզի տնօրենը։ Այս մանկապարտեզի տնօրենն եք։ Այո։ Թույլ կտանք նկարանել այդ միջոցառումը և հադրել նոր TV-ով։ Խնդրեմ, մեծ սիրով։ Շնորհակալություն։ Երեխաները սպասում են մեր ջերմ ծափահարություններին, որ ներս մտնեն։ Ամեն
պարտեզում։ Խնդրեմ։ Մենք կպատմենք մի պատմություն ուրախ անհակ մեր օրերի։ Իմ պարտեզի կամարի տակ առաջին անգամ վցնի հկումով արև նկայչի ու ջևությունը մեծ պաչի։ Առաջին անգամ խմորից խաղող ձեպեցի ինքս։ Առաջին անգամ սովորեցի քոչարի բարել, շիխանի բարել և այս ամենը մանկապարտեզում։ Ոչին տեսել դու ինչու արևը մերձ էր, ասում է մերձ չի ջերմաս։ Ինչու չի ասում, բայն հաղթում ես քչապարտեզում և այդ ամենը մանկապարտեզում։ Մանկապարտեզում այս սուրբ օրանում կարող ես կախվել արևի շողից ու ասել բարև և խնդրել ժպիտ լոկ խաղաղություն և այս ամենը մանկապարտեզում։ Այստեղ իմացանք, թե ինչու են թվեր լինում կենտ ու զույգ։ Այստեղ սովորեցինք խնամել սավ ձայնի որ ավելի ժապրի մեր բնությունը։ Օգնել մեծերին։ Այստեղ մանկապարտեզում չեն խաթարվում երազանքները և մեծար ու գունեղ ապագան։ Այստեղ սովորեցին կառուցել շենքեր, արև նկարել, կախվել շողերից և ասել բարով եք եկել դուք մեր լավ հյուրեր, բարով եք եկել ծնողներ անգին, բարով եք եկել ձեր ժպիտներով մեր առավոտյան ուրախ հանդեսին։ Ուրախ երկով ու բարով, սիրավ խինդան միշտ նետուն, ձեր բոլորիդ հազար ողջույն։ Ողջույն ասենք մեծ ու փոքրին, մանուկներին ասենք ողջույն, մեր պարտեզի վերջին անգամ ասենք ողջույն։
ամենագշիրն աշխարհի մեջ։ Մեր շուրջ լեզուներ նորուհին, մեր շուրջը խոսում են այլորեն, եկ խոսենք հայերեն։ Փուլ չտանք այսաղը լապունին, փուլ չտանք մեր լեզուն ավերեն, եկ խոսենք, միշտ խոսենք հայերեն։ Այստեղ սովետին կնամել ծաղծաղին։ Մենք ունենք աշխարհում մասի սարեցալ գալիս է, դարեն նանդաչ խոսում են հայերեն։ Դե կապակալուշաղեն, թողնչի մեր լեզուն հևոր է, թողայնի մեր հոգին այթրել։ Այս օտար աշխարհից սրտերում եկ սիրենք մեր լեզուն ջերմորը, եկ վառենք ու վառենք հայերեն։ Շիչելով է խոսում, հա, մենք է իրանց հետ ըլնենք, մենք է իրանց պես կխոսանք, լսել է մեծ երեխեք, ասմեն կլաս դայս ծիրակներ ունենք։ Դե լավ, մենք գնանք, տենանք դպրոցի հարցերը ոնց ենք դասավորում, իսկ դուք շանագեն գշով։ Լեզուների իչքեր շարքում, մնա հավերժ, մնա տանգում, դու հայրիս ավթար կտանք, դու հայրենի հողի պես թանք, դու պանտովտին տանիք, դու գոչա խարիս ուսյուն, իմ հայ լեզու, իմ մայր լեզու, իմ լույսն ես դու, իմ ուժն ես դու, երդվում եմ քեզ պահել պայծառ ու հասնել դարերից դար։ Lezi bahawani
Մասին քարերը կասեն։ Քարերը կասեն, թե դարը չասի մերը կասեն։ Թե գիրը չասի երկը կասի, թե երկը չասի մեր բարը կասի, բարը խրով, բարը բար, ինչպես հայի հակին ամբար։
Մենք հպարտ ենք մեր մատենադարանով, որտեղ պահվում են գրերը մեր, որտեղ պահվում են հուշերը մեր։ Ահա այս գեղեցիկ կառույցը Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանն է, իր ձեռագրերի և փաստաթղթերի պահոցը։ Մեսրոպ Մաշտոցը հայ գրերի ստեղծողն է, մեր առաջին ուսուցիչը։ Եվ քո դեմքի ժպիտը արևն է։ Եվ մայրս կա աշխարհում մորեն ուրախ են ասում, եւ մորը շունչն եմ զգում, շատ հպատ եմ ինձ զգում։ Ախ մայր իմ սիրելի, ինչ անուշ ես, ինչ բարի, քո դեմքի ես նայելով գարնան գալուստ եմ տեսնում։ Եվ նայում եմ քո աչքերին ողջ աշխարհն է իմ ժպտում, ցանկանում եմ անվերջ ժպտաս, մեր տան հրաշք միշտ շողաս։ Իմ հավատալ, աղբյուրի վերջին նկատար, տմոր նման միշտում կանչող, մայր հողի պես միշտ կանչող, դու այնպես կուր, այնպես ամբից և լավ է հասել ես ինձ, թե գոր չէր հանկարծ անել, ինչպես խոսել մայրս ինձ հետ։ Իմ հայրենիք, իմ Հայաստան, սիրում եմ քեզ նրա համար, որ դու խաշամուշ ես աշխարհում, աղնիվ ես ապրեկանքը դժվար։ Ազնու ես եղել ակոպկապան, քո պատմությունն ես կերտել հայկական, և ժամանակի հետ քայլել նախթական, Հայաստան իմ պար, Հայաստան իմ աշխարհ։ Մենք հպատ ենք մեր շահություններով, որ պահում են մեր սրտում, թեկուզ անցնեն տարիներ, վար կպահենք մեր սրտում։ Սա հայոց ցեղասպանության Սեհերի հիշատակի կառուցված հուշահամալիրն է, այն կառուցվել է Ծիծեռնակաբերդ բլրի վրա, որտեղից է ստացել է իր անվանումը, ահա այս տարի նշվեց ամյակը, մենք մեր ապագա կերտողներս միշտ վար կպահանք նրանց սուրբ անունները մեր սրտերում, եկեք մոռանանք անցած ցավերը, եկեք մոռանանք անցած դավերը, ապրենք ներկայով ու ապագայով։ Մենք որը Հայաստանի սիրտն է, իր գեղեցիկ ջրավազանով, երգող շատրվաններով։ Say
իսկ դու երկել գիտես, իսկ ես և երկել գիտեմ և նվագել, հիմա տեսնենք։ Երևի էլի ուզում են որոշել, թե իրենցից ով է կարևորը։ Բայց ով չի հասկանում, որ ես եմ կարևորը, իմ նմանությամբ ամենակարևոր պատկերն է ստանում, էլ ինչ տուն առանց տանիքի, էլ ինչ Հայաստան Մասիսի։ Մի ինձ նայեք, բարձրացրեք ձեր ճաշակը, ես ունեմ շատ կողմեր ու անկյուններ, գեղեցիկ եմ ու շատ կարևոր։ Հերիք է վիճեք, միթե չեք հասկանում, որ որոշը շատ կարևոր ենք։ Հաստատ մանկական ժողովին երեխաները որոշեցին, որ որոշը շատ կարևոր ենք։ Ոչ, մենք արդեն նրանց հետ մտերմացել ենք, մենք արդեն կարող ենք հաշվել, չափել, համեմատել և այս ամենը մանկապարտեզում մաթեմատիկայի պարապմունքի ժամանակ։
Si tu ne parla miezza americano, quando si fa l'amore sotto la luna, come da viene in cave di I love you, papà l'americano.
պայծառ արև, ոչ մի չարավ, մոտ մշշով։ Խաղաղություն լեզվից վրա, ուզեմ ծաղրել է, կինքնիվեր, որ սպրվի, որ ճաշխարով խաղաղություն բալը։ Արժի ծափահարի։ Աշխարհն եմ չափել, էլի մեծերնա ու անգին, արև աչքերին լույսն են աթափել, լույսնև դառնալով, որ թոց օրոցքին։ Ես մաչից հետ աչքերս տամ, թե սիրտս արեմ ու տամ մայրիկին, աղ մայր ասելիս ինչպես կշտանամ, մայրս պատկերն է մայր հայրենիքի։ Երբ նայում եմ քո աչքերին, ողջ աշխարհն է իմ շփտում, երբ քո դեմքի շփիտ կա, արևն է ինձ ողջունում, երբ մայրս կա աշխարհում, օրերն ուրախ են աստում, երբ մորս շունչն եմ զգում, շատ հպարտ եմ ինձ զգում, ախ մայր իմ սիրելի, ինչ անուշ ես, ինչ բարի, քո դեմքի ես նայելով, գարնան գալուստն եմ տեսնում, երբ նայում եմ քո աչքերին, ողջ աշխարհն է իմ շփտում, ցանկանում եմ անվերջ ժպտաս, մեր տան հրաշք միշտ շողաս։
Սուսաննա, շնորհակալ եմ։ Բժիշկն եմ ձեր բարեկամ, կբուժեմ ձեզ բոլորին, հիվանդ մարդկանց ծերերին, մանուկների փոքրերին, մասնագետ եմ բարեխիղճ, բազում գրքեր կարդացած, եկեք ինձ մոտ դուք վստահ և կբուժվեք անկասկած։ Ձեզ բուժել ես, մեզ օգնել ես, փորը ցավը անցկացել ես, լուլուսին է մեր սիրով, միշտ կմնաս մեր սրտում։ Կկարոտենք ձեր շատ-շատ, թեկուզ լինենք շատերու, ձեզ կհիշենք անկասկած։ Այդ ձեր խնարիք, մեր բարի, խնայանում է, քնեցնում է, հոգ եք տանում միասին, և ուրախ են միասին, շնորհակալ եմ։
Ան սրտացավ է ծնող թե դաստիրան, շնորհակալ եմ, որ կաք, որ տալիս եք մեզ դաս, տանում հասնում բարձունքին անհաս։ Հուզվում եմ, տան և մտածում եմ, որ մանկապարտեզ էլ չեմ գնալու, էլ չեմ տեսնելու իմ դաստիարակին, մեր տնօրենին ժպտերես բարի, բայց երբ դպրոցն եք անցնում է սերվից, ուրախ ու զվարթ գնում ենք ձեզնից։ Շնորհակալ ենք, որ դուք եք եղել մեր ուսուցիչը, ման նման բարի, ման նման ներող, հպարտ եք, որ մենք գողացել ենք ձեր խոսքն ու գրիչը, ձեր խորհուրդները, ձեր խրատները, լսել ենք գուցե, բայց չենք գիտակցել, մեզ էլ հասկացեք, դեռ փոքր ենք, դեռ կմեծանանք, ուղղենք կհասկանանք, շնորհակալ կլինենք մի օր, որ մեզ հայեցի դաստիարակել եք, որովհետև սրտով, մեր գետ մեկ հոսքից տանջվել եք գուցե, բայց գուրգուրել եք։ տարեկան երեխաներին, որ ծափարել այդ մեկ ժամանոց ծրագիրը։ Բրավո երեխաներ։ Շատ շնորհակալություն, մենք բոլորս մեծ բավականություն ստացանք, դուք օգնեցիք, ես հասկանում եմ, ձեզ եմ շնորհակալ ձեզ նման երեխաներ մեզ պարգևելու համար։ Կարծում եմ, որ երեխաները այս առաջին փուլը, այս առաջին շեմը իրենց կյանքում անցան գերազանց, այդպես է։ Եվ կարծում եմ մի ողջ կյանք այդպես էլ անցնելու են, նույնիսկ ես չեմ հասկացում, որ այդպես է լինելու է։ Մաղթում եմ ձեզ ամենայն բարին, թող ամենակարևորը իրենք առողջ լինեն եւ հաջողակ լինեն իրենց ողջ կյանքում, հաջողությունը անսպառ լինի։ Արդեն ուզվեց, որտեղից հաշվում եք, համ որնակարգել ասես, բայց արդեն Նարկի մեծ շնորհակալություն իմ մանկավարժական անձնակազմին, իմ փոխարինող մանկավարժին, իմ դաշնակարին, մեծ այդքան փոքր լինել եւ այդքան կազմակերպած շատ քիչ է հանդիպում։ Իմ բարությունին, իմ ուսերենի ուսուցչուհուն, այդ չեմ ասում, որ բուժքրուցել է կանգնած եւ իմ ողջ անձնակազմին։ Ուզում եմ, որպեսզի այս օջախը թողնելով խոսեք միայն լավն ու բարին, որովհետև կարծում եմ, համոզվում եմ, որ գիտեք ինչ, որ երեխային թողել եք 8 ժամ, երբ դուք հանգիստ թողել գնացել եք, կարծում եմ միայն դա հերիք է, որպեսզի խոսենք միայն լավն ու բարին միմյանց հանդեպ, քանի մենք ապրում ենք փոքր երկրում ու թող այդ խաղաղությունը ու միմյանց հանդեպ ներդաշնակությունը լինի բոլորին, որը կարծում եմ պակասում է մի քիչ բոլորիս մոտ, լինեք ամենայն եմ մաղթում ձեզ։ Մենք այսօր հյուրեր ունենք մեր նոր վարչական շրջանի կրթության և սպորտի մշակույթի բաժնի մասնագետ, մեծ սիրով ձեզ խոսքը տրամադրեմ Տիկին Հարությունյան, որից հետո մենք անակնկալ ունենք, հետո կխասենք։ Պատմության գիրկը անցավ եւս մեկ գեղեցիկ ուժ ակնկալ թիվ 107 մանկապարտեզի կոլեկտիվը այս հրաշքսաները պատվով կատարեցին իրենց առջև դրված խնդիրները եւ
չեմ կարող չնշել, որ ամեն մեկը յուրովի ներկայացրեց իր ստացած գիտելիքները, իր ունակությունները, կարողությունները, յուրաքանչյուրը ամեն մեկը մի հրաշք էր, որը անբացատրելի, իրոք անբացատրելի պահեր պարգևեց մեզ։ Եվ չեմ կարող չնշել, որ այս ամենի համար մեծ հումա ունի մանկապարտեզի կոլեկտիվը, սկսած պահակից վերջացրած տնօրենը, որովհետև նրանք ապահովում են թե կրթությունը երեխաների, թե դաստիարակությունը, թե առողջ միջավայրը եւ մանկապարտեզի ջերմությունը, պատերի ներսի ջերմությունը անգամ ապահովում են։ Անխռով մանկություն են մեր երեխաներին ապահովում։ Ցանկանում եմ կոլեկտիվին ուժ, եռանդ, բազում նման սերունդներ կյանքի ճանապարհելու եւ համոզված եմ, որ այս երեխաները դպրոցում մեծ հաջողություններ կունենան, որովհետեւ այն գիտելիքները, այն բազան, որ տվել է մանկապարտեզը, նրանց այդ բազայի հենքի վրա ավելացնեն եւ ավելի կկատարելագործեն։ Երեխաներին ցանկանում եմ կանաչ լուսավոր ճանապարհ, խաղաղ երկին, անփորձանք կյանք եւ օգտվելով առիթից ուզում եմ, եթե թույլ կտաք Ղազախեցյան, ներկայացնեմ նաեւ մեր քաղաքապետի Տարուն Մարգարյանի կողմից տրված անակնկալը պայուսակների գրենական պիտույքների տեսքով, որը կարծում եմ այդ պայուսակների մեջ երեխաները պետք է միմիայն բարձր գնահատականներ ունենան, կրեն իրենց ուսերին այդ գնահատականները, որոնք կլինեն, ճիշտ է, ծանրություն է, բայց թող ծանրությունը լինի միայն պայուսակների տեսքով։ Եվ այդ ծանրության հետ, այդ գնահատականների հետ, այդ բարձր գիտելիքների հետ նրանց ուզում եմ կյանքում ուղեկցի եւ բարությունը, եւ ազնվությունը, եւ շիտակությունը, եւ մարդկային բարձր արժանինքները։ Ձեզ բարի երթ, սիրելի փոքրիկներ, կանաչ ճանապարհ եւ անխռով մանկություն։ Երբես գեղեցիկ հագուստը չլիներ, շատ բան կպակասեր, շնորհակալություն ձեզ բոլորիցս, որ առանց խոսակցության ամենակարևորը կարողացնում եմ կամեցողության, որ քանի որ արվում է դա մեր երեխաների համար, ձեր երեխաների համար, որ այսօր բոլորը միանման գեղեցիկ տեսք ունենան, շնորհակալ եմ ձեզ բոլորիցս։ Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում մեր Երևանի քաղաքապետին, որովհետև մեր նման երկրում մանկապարտեզ անվճար լինելը, հավատացեք, շատ դժվար բան է։ Անգամ Ռուսաստանի Դաշնությունը նման բան չլսված բան է։ Եվս շնորհակալություն փոխանցեք, որովհետև եւ որպես ծնող եմ ասում, հավատացեք, որ դա ձեզ մեծ օգնություն է բոլորի համար։ Այդ անակնկալի համար գուցե դուք բնականաբար էլ ավելի լավին արվեք, բայց էական չի, սա նվեր է ու մեծ սրտով է տված ամբողջ Երևան քաղաքի երեխաներին։ Միատ է նկարվում ենք Ես ծնողն եք, դուք ոտ չունեք էլ ասել։
ծնողական համակարգի կոլեկտիվի անունից շնորհակալություն հայտնել մեր սիրելի մանկապարտեզի նորելությանը, բոլոր մանկապարտեզներին մենք սիրով տարի հաճախել ենք դուրս տարի, հաճախել ենք այս մանկապարտեզ և միայն հոգատարություն, ջերմություն, ժպիտներ և բարձր տրամադրություն տեսել մեր երեխաների աչքերով։ Շատ շնորհակալ եմ և ես ուզում եմ ասել, որ ուսուցչի պարտականությունը, ուսուցչի կոչումը ավելի մեծ է, քան ծնողի, քանզի ծնողը միայն կյանք է պարգևում, իսկ ուսուցիչները սովորեցնում են գեղեցիկ և ճիշտ ապրելու արտություն։ Սա ես չեմ ասում, սա Արիստոտելի, մեծն Արիստոտելի խոսքերն են և կարծում եմ հակիրճ լատոնիկ, բայց դիպում ասված խոսքեր։ Շնորհակալություն բոլոր Ծնողներ, մենք ևս անհատական մեր մանկավարժ Արմինեն է կազմակերպել, խնդրեմ, հիմա դուք մոտեցեք, ներկայացեք։ Բարև սիրելի փոքրիկներ եւ ծնողներ, բոլորին շնորհավորում եմ։ Ես էլ ունեմ ձեր համար մի փոքր անակնկալ, քանի որ այդքան գեղեցիկ երգում եք, պարում եք, ասմունքում եք, ես ձեզ բոլորի հունիսի 28-ին ժամը 6-ին հրավիրում եմ Պատանի հանդիսատեսի պետական թատրոն, որտեղ լինելու են Երևանի բոլոր լավագույն խմբերը եւ Շասե Պարային խմբի մենահամեդը։ Գիտեք, տեսա որ դուք երգում եք Արևներ խմբի, որն է գլխավոր երգը, չէ՞։ Արևներն էլ են այնտեղ լինելու եւ ձեզ շնորհավորելու։ Նենց որ անպայման ձեր տեղերը հիմա կբաժանեմ մայրիկների հետ, ձեզ սպասում եմ։ Շնորհավորում եմ։